Հարի երեգո մեր շատ սիրելի եւ հարգելի համասկային քրական միավորիս հարադև բարեկամներ, հարազատներ եւ քրասերներ, որովհետեւ ծեր ներկայությամբ առավել փայլք կուտակ մեր ծրագրին եւ մեզի կներշնչեք ուժ եւ գորով նոր ծրագիրներ մշակելու անգամ եւս Փարի խաղաղ իրիկուն մեր բոլորին։ Սիրելիներ, նախքան անդրադառնալը մեր երեկոյին, կուզեմ մեր բոլորիս համար, մեր սրտին խոսող, ասկային հայրենական, մեր մայիս 28-ի առաջին անկախությունը Հայաստանի շնորհավորել։ Վերհիշել, անգամ եւս լիցքավորվել հավատքով, հույսով եւ հատկապես գործով, որովհետեւ նորանոր հաղթանակներ նաեւ արձանագրենք մենք եւ մեր նոր սերունդը, որոնք նաեւ այդ ասկային գորովը ունին իրենց մեջ, հավատքը ունին իրենց մեջ, մենք ենք որ պիտի փոխանցենք, մենք պիտի հավատանք, պիտի փոխանցենք, որովհետեւ անոնքալ իրենց կարգին իրականացնեն մեր երազը, անցյալեն մեզի հասած եւ մեզմե իրենց փոխանցված։ Շնորհավոր մեր արդար հաղթանակի տոնը, հաղթանակը, որ իսկապես արիածին մայրերու որդիներ հավատացին, գրվեցան, սակայն մեր ասկային միասնականությունը թրոշմեց այդ հաղթանակը, թող որ միասնականության հաղթանակները հարադև լան, որովհետեւ մեր ժողովուրդը, հատկապես մեր հայ ազգը իր արժեքը դեսնեհոն, որուն կհավատա հայրենիքի սիրով անգամ եւս շնորհավոր մեր բոլորին մայիս 28-ին։ Այժմ անդրադառնանք այս երեկոյին, երեկոմը, որ յուրահատուկ է իր տեսակին մեջ, յուրահատուկ է գսեմ, որովհետև հայ մայրերը արևածագ է արևածագ, իրենց նվիրումի գողքին, նաև միշտ ունեցած են սխրագործություններ, եւ այդ սխրագործությունները այս անգամ մտքի, ստեղծագործության, որովհետև հավատքով գործած են, կհավատան, որ գնության եւ մայրության գողքին նաեւ իրենց միտքը, բայցար միտքը պետք է արարե, եւ այդ արարելու ստեղծագործական աշխատանքը կփաստվի հինեն փաստված է եւ այսօր նաեւ մեր գիները, հայ մայրերը, հայ քույրերը իրենց թրոշմը գտնեն անգամ եւս մեր գինը, մայրը հայուհիմը, որ ստեղծագործության հավատալով իր հոգին եւ միտքը դված է հանձնած է քրիչին։ Կհրավիրեմ քրական միավորես ընկերուհի Վանյա Բաբիկյանը, որովհետեւ ներկայացնե մեր այսօրվա տասախոսուհին, ապա հաջորդաբար ելույթ պիտի ունենան քրական միավորի մեր անդամներեն ընկերուհի Մարի Կարփանյան, ընկերուհի Սեթա Մարտիրոսյան Մարտիր, ընկերուհի Անահիտ, ընկերուհիներ, ընկերուհի Մագի, ընկերուհի Մարալ, հաջորդաբար եւ ընկերուհի Ռուբինա, ինչպես նաեւ քրական միավորիս Ենթա մարմին որպես հանձնախումբը երիտասարդներու, որոնք նաև իրենց բաժինը պիտի բերեն այս երեկո, հանցինս Վարանտ Չալակյանի եւ Քարնի Բաբիկյանի։ Կհրավիրեմ բոլորը հաջորդաբար ներկայանալու իրենց բաժիններով։ Խնդրեմ ընկերուհի Վանյա, հրամեցեք։ Սալփի Քիլեջյան Եթերյան, ծնած է Հալեբ, հաջախած եւ բարձր քնահատականներով ավարտած է ասկային հայգազյան վարժարանն ու Քարեն Եփե ասկային ջեմարան։ Մանկութենեն ի վեր մեծ հետաքրքրություն ցուցաբերած է իմաստուն խոսքերու եւ արածներու հանդեպ, որոնք գրավելով իր մանկաբադենական ուշադրությունը դարձած են իր նախասիրություններուն առաջնահերթը։ Միևնույն ժամանակ Թարգմանության արվեստը գանուխ տարիքեն դեղ կդած է իր միտքի մեջ, երբ ան մդովի գթարգմաներ, զայն նգադելով հաջելի ու հետաքրքրական ցերկբերումը։ Գանուխ տարիքեն ամուսնանալով, ան իր առօրյան սիրով ու ամբողջական նվիրումով դրամատրած է ընտանիքին, որպես դիբար հայգին եւ մայր։
Սակայն դարիների հետ անդրադարձած է, որ հասած էր ժամանակը իրականացնելու իր անձնական հետաքրքրություններն ու երազները։ Այսպիսով, Սալպին հերավարտությամբ հետևված եւ ավարտած է հետևյալ ջուղերը։ 1999-ին Scranton, Pennsylvania-ին ստացած է Child Day Care Management-ի վկայական։ 2015-ին ստացած է Natural Health-ի վկայական։ 2017-ին Անկլիո Nairi Translation Service հաստատութենեն ստացած է երկամսյա առցանց վերապատրաստման վկայական թարգմանության բոլոր ջուղերում մեջ։ 2017-ին Jodhpur հաստատութենեն ստացած է Acupressure Therapy Master Diploma։ Իսկ 2017-ին Ավստրալիո Queensland համալսարանեն ստացած է Philosophy and Critical Thinking դասընթացքի վկայական 95/100 գնահատականով։ Իր պատմվածքներեն մի քանին հրադարակված են Հալեբի կանցասար շաբաթաթերթին, ինչպես նաև Լոս Անջելեսի ասպարեզ օրաթերթին մեջ։ Կրակետ, հրաբարակախոս, բժիշկ, հանրային գործիչ եւ արձակագիր դոկտոր Թորոս Թորանյան կանցասարի էջերում մեջ Սալփիի առաջին քիրքին մասին արձանագրած է հետևյալ վկայությունը։ Անոր քիրքը ընթերցողին կներկայացնե գիտելիքներու, բարոյական ու կորզնական նյութերու ըշտեմարանը, պատմություններու օգտաշատ շարքը, որ օգտակար է թե բադանիներուն եւ թե մեծահասակներուն։ Ապա գավելցնե, թե Սալփին իր այս կորձի հարաճապանի մեջ երախտագիտություն հայտնած է իր մայրենի լեզվի ուսուցիչին Մգրդիչյանին, որ իր հոգիի մեջ պիտի մնար որպես մայրենի անխոնջ սերմնացանը։ Դոկտոր Թորանյան այս ուղղությամբ Սալփին կնկատե բարարդ հող։ 2009-ին անմաս կազմած է Սուրիահայ գրողներու խումբին, բայց պատերազմի պատճառով այս գործունեությունը կանգ առած է։ Ան նաև գդարած է թարգմանական դարբեր աշխատանքներ։ Պատերազմի օրերուն, երբ Հալեբի ռմբակոծումներուն պատճառով դունեն դուրս գալը անհնար է, Սալփին անձնական միջոցներով ցայնակրած է 5 ցայնակիրք audiobooks։ Միշտ առաջնորդվելով ժամանակը օգտաշատ կորձի ծառայացնելու խաղապարով։ Բացի հայերենեն, որ իր ստեղծագործական գլխավոր լեզուն է, անոր կյանքին ու աշխատանքի մեջ մեծ դեղ ունի արաբերեն ու թուրքերեն լեզուները, որոնցմով նույնպես կգրե ու կգարթա։ Իր լեզվամթերքին կմիանա նաև ֆրանսերենն ու իտալերենը։ Որպես հadoop ցիրկ ու նախասիրություն, վերջին դարիներուն անսկսած է ցերկով քանդակել փայդի վրա, գերդելով միջնադարյան նախշերով հայելիի շրջանակներ բադված ոսկե թուղթով։ Սալփին հբարդությամբ կհիշե, որ ինք մշեցի Ֆեդայի Վահանին թորնուհին է, որ կորձունյա թեր ունեցած է 1909-ի Ադանայի ճարտերուն։ Անմեծ հոր լուսանգարին հանդիպած է Երևանի Ձիձեռնագապերտի հուշահամալիրի թանգարանը այցելած պահում։ Անխորաբես կհավատա, որ մարդ կրնա որևէ ասպարեզի կամ արվեստի մեջ հմդանալ ու հաճողիլ, նույնիսկ առանց համալսարանական գրթություն ստանալ։ Փապակողները կրնան հետևիլ իր գործունեության, այցելով իր YouTube-յան ալիքը, որ կգոչվի Timeless Talks by Salpi, ինչպես նաև կրնան դիտել անոր թստեր կողմէ պատրաստված animated version-ը YouTube-ն The Wisdomist։ Իսկ հիմա պիտի ընթերցեմ սրդի խոսքն ու մաղթանքը հայերեն լեզվի ուսուցիչ Մգրդիչյանի ուղղված Սալփիին, որ եղած է ներշնչանքի աղբյուր եւ մղիչ ուժ իր ստեղծագործ մտքին ծաղկումին ու աճումին։ Սիրելի Սալփի, ջեմարանական կյանքիս վերջին 3 տարիներուն քեզ ջանցա իբր աշակերտը, որ ուսումնական արժանինքներու գողքին հայտնաբերած է կյանքը մտքի լուսարձակով խորաչափելու նայվածք։ Իմ փապակս է, որ միշտ դերը մնաս
այնքան հարկի այս կարողության եւ չմոռնաս, որ անոր գազմավորման մեջ ջեմարանը ունեցած է իր բադվավոր բաժինը։ Հալեբ 1982 Մգրդիչյան։ Այժմ սիրով գհրավիրեմ ընկերուի Սալփին, որ համարոտ գերբով պիտի անդրադառնա գարջ պատմության քրական ոճին մասին։ Հրամեցեք ընկերուի Սալփին։ Շատ շնորհակալ եմ ընկերուի Վանյա, նորեն սկսածա, երբ որ ուրիշը լսեցի ասում, շատ շնորհակալ եմ։ Բարի եկած եք բոլորդ, շնորհակալություն գայտնեմ այսօր ձեր արժեքավոր մեկ ժամը մեզի հատկացնելուն համար, չեմ ուզեր ժամանակ առնել եւ ուղղակի կանցնեմ միայն որպես դեղեցություն, թե գարշ պատմությունները ինչպես սկսած են։ Ուրեմն գարշ պատմություններում թվականը Քրիստոսի առաջ 6-րդ տարին է, երբ ամեն բան բերանացի օրեն կպատմվեր, ինչպես հույն Հոմերի, Իլիադի, Օդեսիի գոբե, ներշնչելու պարոյակիդական առաքինի կամ հոգեգան ոգևորություն։ Այս ոճը նպատակադրած է անդրադարձնել, թելադրել, հաղորդել որոշ պարոյական կամ բարին ու չարը զանազանելու տեսանկյուն։ Կորձածված է անմիտապաշտներու spiritualist այսինքն գողմե եւ համաշխարհայնորեն ջանցված գեղերական առաջնորդներու գողմե ներշնչելու, լուսավորելու եւ դաստիարակելու համար իրենց հետևորդները։ Գարշ պատմությունները ուղղակիորեն թեպի միտք բանին գտանին մեզ առանց երկարելու։ Անոնք հին են քան քաղաքակրթության թվականը։ Գլան արագի, հեքիաթի եւ առասպելի ցևով։ Քրիստոսի առաջ 6-րդ տարուն հույն Զարամը, որուն անունն էր Էյսոպ, դեր եղած է մորալ անունով գարշ պատմություններուն, որ այս օրերուս կգոչվի Aesop's Fables, Fables առակսել է։ Մեծ պատմակետ Հերոդոտոս անոր պատմածներ, որ պերլացի պատմած է, հավաքած է վերոհիշյալ քրքույգին մեջ։ Գարշ պատմության հոսանքը սկսած է զարգանալ Եվրոպայի մեջ 14-րդ տարում, անցնելով Պերանացիեն քրական ոճի, որ պետք է 1000 բարեն բագասելային։ 14-րդ տարուն սկիզբը Ջոֆրի Չաուսեր հեղինակած է իր Canterbury Tales քիրքը, որուն հետևած են շատ հայտնի գրողներ։ 17-րդ տարուգեսերուն հոսանքը հասած է Ֆրանսա եւ հրատարակված են ընդիր քիրքեր ինչպես նովելլա։ 1699-ին հրատարակված է առասպելական հեքիաթներ, որոնք զանազան լեզուներու թարգմանված են։ Հայտնի վիպակիրներ անցած են գարշ պատմության, դեսնելով անոր ընծերած առավել գողմերը։ Անոնց բոլոր գործերը եղած են bestsellers, ինչպես Voltaire, Diderot եւ Stephen King. Շնորհակալություն։ Այժմ գհրավիրենք ընկերուհի Մարի ընկերուհի Սեթա ներկայացնելու բադարիկներ ընկերուհի Սալփիի թարգմանությունները։ Խնդրեմ ընկերուհիներ։ Դիեզերքի լույսը 19-րդ տարուն անգլիացի մեծ գծակրիչներեն Ուիլյամ Հոլման Հանթի ստեղծագործություններեն Բարդեսի նկարը Լոնդոնի թագավորական ակադեմիայի մեջ կգտնվիր։ Ուիլյամ այս նկարը անվանած է Դիեզերքին լույսը։ Պատկերին մեջ կներկայացվեր փիլիսոփայի գերբարանքով անցմա, որ գիշերադեն ցերկը լավ դերով մը կանգնած է։ Մարդը մյուս ցերկովը թուրմը գտագեր եւ ներսեն պատասխանը սպասողի երևույթ ուներ։ Նկարը կնող արվեստապանը Հանտին դառնալով կսե։ Պատկերը քեղեցիկ է, սակայն իմաստը չգրծված հասկանալ։ Մարդուն զարգաց թուրը երբեք պիտի չփածվի։ Վրան թագելիք մասը գծելու մորցած ես։ Հոլման կժբդա ու գսե։ Մարդը սովորական թուրմը չի զարներ որ այս թուրը մարդու սիրտը կպատկերացնե։ Միայն ներսեն փածվիլը գարելի է լալուն պատճառով թուրսեն թագելիքի պետք չգա։ Խնդրեմ ընկերուհի Սեթա Ռամե։ Հիլեսվիլգոր ընկերուհի Ընկերուհի Սեթա unmute եք եթե կարելի է։ Ընկերուհի Սեթա unmute պետք է անեք։ Այո, կներեք, նեղ թաղ, երկրավոր պարքերու կարևորություն չտվող
եւ նշանավոր փիլիսոփա Դիոժեն շատ նեղ թաղի մեջ հարստությունեն անկախ ուրիշ ոչ մեկ բան ունեցող հպարտ եւ ինքնահավան մարդու մը կհանդիպի։ Երկուքեն մեկը անթին քաշվելու պարագային անցնիլը կարելի չէր։ Հպարտ հարուստը հազիվ փիլիսոփան տեսած կսե, ես փողոցայինի մը դիմացեն անթին չեմ քաշվիր։ Դիոժեն ծայր քաշվելով եւ ամենայն հանդարտությամբ այս պատասխանը կուտա. ես կքաշվի։ Այսպես գկրե Սարպի դուստրը իր էջերեն մեգուն մեջ։ Բարիքարուստ վայրմը, ուր պատմությունները գգեմտանանան, բարձ եւ իրական, որոնք ոգեշնչված են պատմութենե, կամ իրական կյանքեմը, կամ փիլիսոփայութենե եւ կամ առօրյա ովևէ մեկ բահեմը, որ գաբրինք բոլորս եւ իրենց աստեցությունը գունենա մեր վրա։ Պատմություններ, որոնք մտածել, զգալ եւ կամ հետ կմգծկեն եւ կամ խորհուրդը կփոխանցեն յուրաքանչյուր անհատին։ Եվ այս նախապանով առաջին հարցս կուղեմ ընկերուհի Սարփին։ Համեցեք։ Երբ ինչու եւ ինչպիսի պայմաններով սկսած ես թարգմանական աշխատանքդ եւ ո՞րն է առաջին թարգմանությունդ եւ մինչ այսօր քանի գրքեր թարգմանած ես։ 2008-ի վերջավորության սկսած լալու եմ, որովհետև առաջին քիրքս 2009-ի աշնան հրատարակվեցավ, որն էր կյանքի նկատմամբ։ Իսկ առաջին թարգմանությունս ժբիտ վերնակրող պատմություն մներ, որ կանցասար թերթի մեջ տպվեցավ, եթե չեմ սխալիր 2005-ին։ 2023 հունվարին 5-րդ քրքույգս, որում վերնակիրն էր արժանիքները հրատարակվեցավ։ Իսկ ինչ պայմաններով, բոլորովին անձնական պայմաններով, հետևյալ գեդերեն հետո, նախ մտահղացա, բամ երբ որ սկսիկ շատ վրան մտագա միտքերնիդ կուկա, նախ մտահղացա, հետո գիսել ուզեցի, հետո որոշեցի եւ հետո օրական 3 ժամ աշխատելով մեջտեղ բերի ու դբարան հանձնեցի ցերակիր թարգմանություններս եւ 5-ը։ Ինչ որս Okay, իսկ ինչպիսի նյութեր ընտրած ես եւ թարգմանելու համար եւ ինչ խորհուրդ կամ պատկամ ընդգրկող են ընդհանրապես ձեր աշխատանքները։ Մարդս ավելի լավ մարդ ընող նյութեր ընտրած եմ գսեմ ու ցեզի գգարտամ հետևյալը որպես պատասխան ձեր հարցումին երկրորդ մասին։ Գարտալիկս Դալայ Լամայեն է, որ spiritual առաջնորդ է, բարձակույն է, ծնած է 1935-ին։ Ասում թիվ գունենան, ասիկա 14-րդ Դալայ Լաման է։ Երբ Լեոնարդոն հարցուց, որ գրոնքը ամենալավն է, ամենալավ գրոնքը այն է, որ մարդ անհադը ամբողջովին կփոխագերբե զինք, ավելի լավ անցմը, ավելի կտասիրտ ու գարեգից, ավելի իսկայուն, ավելի պատասխանատու, ավելի բարոյական կյանք ապրող արարածի դարձնելով։ Ես չեմ հետաքրքրված ընկերս, քու գրոնքովը եւ կամ տուն հավատ ունիս կամ ոչ։ Այնինչ որ կարևոր է ինձ համար քու վերաբերմունքը դե քու նմաններուդ հետ, ընտանիքիդ, կորձիդ, շրջանագից եւ ամենտեղ։ Մի մորնար, դիեզերքը արձականքն է մեր արարքներուն, վերաբերմունքին, աստեցություններուն եւ մտածումներուն։ Ուշադիր եղիր մտածումներուդ, որովհետեւ պիտի վերածվին բարերու։ Ուշադիր եղիր բարերուդ, որովհետեւ պիտի վերածվին արարքներու։ Ուշադիր եղիր արարքներուդ, որովհետեւ պիտի վերածվին սովորություններու։ Ուշադիր եղիր սովորություններուդ, որովհետեւ պիտի կազմեն քու անձնավորությունը։ Ուշադիր եղիր անձնավորությանդ, որովհետեւ պիտի կազմեն քու աբակատ եւ քու աբակատ պիտի լա քու կյանքդ։ Հաջելի։ Իսկ արդյոք ցեզի գհուզե ձեր թարգմանություններու ընկալումը ժամանակի ընթացքին, այսինքն գմտահոգվիկ ձեր պատմությունները ինչպես կրնան ընկալվիլ նոր սերունդեն կամ ասենք աբակային։
Ամեն անց թարգմանիչն ինքն իր մտածելացևին չէ, ես կգարտամ պամը հասկնամ, դու կգարտակ պամ։ Եթե պատմվածները մեկ կամ մի քանին իրեն մոդի գսկա ու մարսե, համ երբ կմարսենք, երբ որ կձամենք, այսինքն կհասկնանք։ Ու մարսե արդեն աշխատանքը սպանի մծարայած կլա։ Իսկ եթե այսօր ոչ հոգ չէ, որովհետև թարգմանածներս անժամանակ են, անոր համար YouTube-ի գայանիս անունը Timeless Talks դրի։ Thank you. Իսկ թարգմանական աշխատանքի ամենադժվար բաժինը ինչ էր կամ որն էր ձեզի համար? I mean, եւ արդյոք ստիպված եղած եք ադեններ վերանայիլ գերբարներու դեղերու բաչաճության հարմարցնելու ժամանակին ավելի, այսինքն։ Չէ, այդպիսի ստիպվածություն չեմ ունեցած, իսկ առաջին մասին համար այո եղան այդպիսի բաժիններ, ուր ես հասկանալես վերջ ինչս էլ ուզելը, քրեցի հատվածը ճիշտ իմաստը բահելով։ Եղան նաև արածներ, որ թե պետք է հասկանալի լար ընթերցողին կողմէ եւ թե իմաստը բահել։ Ինչպես այս մեկը։ Գսեմ եւ 5-րդ գիրքես Թոլստոյին պամը գարտամ ցեզի, որ ծնած 1828 մեռած 1910 ռուս գրող դիբակիր short stories արագակիր թադերակիր non-fiction բան չեմ մնացած չկրած գարտամ յուրմե որ այսօր մեջ տեսնենք ինչպես իմաստը խրտին է բայց պետք է բարձ ներկայացնեմ ընդհանրապես ներքով Քրոները գարժևորվին իրենց քրկերու հարստության համեմատ։ Շատ հաստ քրկեր մարդիկ չեն ուզեր գարտալ, մինչ դեռ Թոլստոյը շատ լեցուն է։ Երբագայցեք այս շոկեգարքի մգայարանը մահացած է գիսախեղճ վիճակի մեջ։ Թոլստոյը ասաց է. այնպիսի ակլորներ կան, որովհետև գգան չեն, գգարձեն թե արևը գծակի։ Գյանքը ոչ կացածը հետ կպեր է, ոչ ալ վատնած ժամանակըտ։ Գամ ապրելիքըտ ժամանակի մի դաբրիս և գամ չաբրեցարս էլով բիդի չլաս։ Մարուկ, ավրուկ, այսինք մեդաղյա տրամը մարդու կրբանը գծագի։ Ավրուկ մարդնալ սիրդըտ։ Անոր համար երկուքնալ ծախս է տողերտա։ Մարդու ֆիզիկաբեզ վիրահատելու համար քնացնել, իսկ հոգեբեզ վիրահատելու համար արթնցնել է պետք։ Ամեն ոք մարդկության տեբիվատ երթալը կընդունի, սակայն ոչ մեկ ինքն իրանցին տեբիվատ երթալը չընդունիր։ Բոլորը մարդկությունը փոխել կմտածեն, սակայն ոչ մեկը նախևարաջ ինքզինքը փոխել չընդունիր ու չի մտածեր իսկ։ Ներկայությունը ոչինչ շահեցնող մարդոց, բացակայությունն ալ բան չի գործընծներ։ Ինչու սատանային կպարգանաս, լավություն մըր է, որ ինքը քեզ մի պարգանա։ Քիծիր, որ աբրազներովըտ չէ, աբրեցուցածներովըտ գհիշվիս, և մի մորնա, ինչ որ աբրեցուցած ես, ինչպես է լաոր մգաբրիս ադիգա նույնը։ Մարդումը իր մեջ եղած թիրքին չէ, այլ աչքը դրած թիրքին համեմատ պետք է չապել։ Ամենեն ուժով երկու մարդիկները, այսինքն պատերազմողները, համբերակն է ու ժամանակը։ Մարդու իրական ուժը ցատկելով բարձրանալու մեջ չէ, այլ չցնցվող անխախտ գեցվածքին մեջ է։ Իր երջանկութենեն զատ ուրիշ նպատակ չունեցող քեշ, չարագամ է։ Մարդոց շատը այդ մտքին գծարային լսելով սխալը լալեն չի դադրիր։ Չէ, երբեք մարդիկ սե, մարդասան կսե, ոչ, սել չէ վան է մարդ կսե սելով չի դագի, պետք է կիշ մդածել։ Ոչ մեկը մույսին բզդիկ դեսնելու չապ մեծ չէ։ Այդպես տեսած ամեն բանըտ, օրմը գուկա, քու կարևորություն դվածներովըտ, փոխարժեքներ գվճարեցնե քեզի, այս նխատասուն չլալիք խորունգ է։ Նեգուն ցեղ չնեդել է լամդած է, ասած է Թոլստոյ ու շարունակած է, փնավնի մորնար, առաջ կու ցերքեր պիդաղդոտրին։ Եվ ուրիշներուն յանքեն թասար, մարդ բոլոր սխալները ինքը կործելու չապ երգար չաբրիր։
ինչպես վերսի շատ կարևոր մարդ եղած է Տոլստոյ։ Շատ լավ։ Իսկ արդյոք փորձած եք երբևէ բաժիններ փորձեք հայկականացնել կամ բահած եք ինչպես որ հրամցված է դրված հարազատ զգացողությամբ։ Հարցումը մեկը դալգրնամ արնել հաջիս։ Փորձած եք թարգմանությունները քիչ ավելի հայկականացնել ձևով, ասենք փոփոխության երթարկել, ավելի մոդի գնել մեր հայկական մշակույթին, մեր, այսինքն հայկականացնել մեկ խոսքով, այդպիսի համերաց կամ ցկածես ինչպես որ գա օրիջինալի։ Չէ, փուն օրինագին է չեմ խաղցած, բայց երբ այս բադմությունը գարտացի, ես հայկական անգյունը մնայեցա, գուզեմ ցեզի ասիգար ներգայացնել եւ վերջը ինչ մտածել եմ ադիգա ասեմ ցեզի։ Վերնակիրն է կովինը չբաշխանել։ Վեն ապրիգյան դարածքի վրա ապրող մեծ թիվով վայրի եզդերու երամակ մգար։ Անոնց շուրջը մշտապես անոթի արույզներ գային։ Սակայն երամակը շատ խջոված լալուն պատճառով արույզները կստիպեին ետքաշվիլ։ Օրմը ձեր գաղ արույցը հանդարտորեն առանցին եզդերուն կովը մոտենա եւ անոնց առաջնորդին հետ խոսիլ գուզե։ Բնտագազ երդասարդ այծմը առաջ կուկա։ Արույցը նայեցեք այս աղբար, մենք այս տեղերը ցեզի հետ հաշտաբիլ գուզենք, բայց ձեր մեջ թեղին այս մգա, որ մեր ճղերը անտատալ խանկարի, եւ զինք դեսնենք խենտարանք, քանից ես ուզեցինք ձեր վրա հարցագիլ եւ մենք մեզ դժվարավ զսպեցին, այդ այծը մեզի դրեք, մենք անգամ մնալ ձեր վրա չենք հարցագիլ, եւ այս ու հետ իրարու հետ հաշտ կապրին, այծը, քիչ մտածենք, ասելով երամագին քով գերտա եւ արույցին ասածները գահավորտե Այձերը հանգիստ ծնելու մտածումով խապված ու դարված թեղին այձը արիժդերուն դալ գորոշեն։ Միան անոնցմի ամենաձեր եղող փորձարու այծմը թեմ գգենա եւ գսկուշացնե զիրենք ասելով թեղին այձը դալ գնշանագե վերջ ծնել մեր կյանքի։ Ոչ մեկ արգանջ կտրե ձերունի այձին խոսքին ու թեղին այձը արիժդերուն կհանցնեն։ Ժամանակ մի հետ ձեր Քաչ արույցը դարձյալ գայտնվի եւ նույն պատմությունը կգրկնվի։ Այս անգամ գարշ ոչով սև այծներ անոնց ծիրախը, որովհետեւ ըստ իրենց խոսքերուն իրենց ճիղերը խանկարեր։ Եթե զանիգադային հաշտությունը պիտի շարունակվեր, գարշ ոչով սև այծներ կդրվի։ Օրերը այսպիսով գանցին։ Երբ արույցները անոթենային բաժար մկդելով երամագեն ես մգուզեին, իսկ այծերը հաշտությունը բայելու համար նոր զոհ արույցներուն կհանցնեին։ Այդ պիսով արիջները երբ կերնալով կպասմանան, այդ ձերուն թիվը հետս հետե բաքսելու կսկսի, ասալ մենք և Արիջները ավելի զորել գտարդային օր և այդ ձերուն սպարնալու կսկսի նսելով, այդ այծի եթե չդակ կհարցագինք, այս այծի եթե չդակ կհարցագինք, այդ ձեր այլևս զորացած և բազմացած արիջներուն թեմ ծնելու կարողություն չունեին, հետևաբար գավակվին, մենք ուր սխալերինք, որ այս ճակատաբարտը գործընծուցին գերվագացեք մարդ չապ ուշ կսկա երբեմն։ Ասելով քննարկելու կսկսին։ Թեղին այծը դալու թեմ գեցող ձեր այծը իրավիճակը բարձելով գսել մենք այս ճակատամարտը թեղին այծը արիջներուն դված օրերնից գործընծուցած էինք։ Իմ ավետցածս ասեր, սիրելի բարեկամներ, այս պատմությունը իր եղածը զոհ դալով, թեր հրաբարագի վրա մնացած, բայկար շարունակած լալը գարձող, մտածող ամենուն և բոլոր հիմնարկներուն գնվիրը։ Ագարություն։ Արդյոք գային, ասկային, թե մարդկային, ընտանեկան կամ անհատական որոշ նորբություններ կամ սկայուն հարցեր գեցված կամ ըմբռնումներ, որոնք անհրաժեշտ էին փոփոխության երթարկել։ Չէ, այդպիսիները չեմ զադած թարգմանել։ Խնդիր չես ունեցած։ Չէ։ Շատ լավ, վերջապես վերջին հարցս իմ կողմից քեզի գուզենք գիտնալ ձեր վերաբերմունքը կյանքի եւ մարդու նկատմամբ ինչ է, ինչպիսին է։
Կյանքի նկատմամբ այսպես կնամ ասել, թե կյանքը գենալով մեզի չսպասել։ Երանի թե գրնանք ամեն ինչ ժամանակին ընել ու լիովին ընել։ Գսել ու այս դողերը գարտամ ցեզի որ բիդլա Շեքսպիրեն Աբրազի 1564-ի և 1616-ի միջև անգլիացի թատերակիր բանաստեղծ դերասան։ Մարդոց մեջ հադեր գործընծնել է վախնալուն համար սիրել է գվախնան։ Սիրվել է գվախնան իրենք սիրվելու արժանի չդեսնելուն համար։ Մտածել է գվախնան պատասխանատվություն բերելուն համար։ Խոսել է գվախնան քննադատվել է վախնալուն համար։ Սկացումները արտահայտել է գվախնան մերժվել է վախնալուն համար։ Ձերանալ են գվախնան երիտասարդության արժեքը չգիտանալուն համար։ Մորցվել է գվախնան աշխարհին լավ մտված չլալնուն համար։ Եվ հիմնականը մահանալ են գվախնան ապրիլ չգիտանալուն համար։ Ասի կյանքի նկատմամբ էր, իսկ մարդու նկատմամբ ասոն կսեմ, որևէ մարդու մեծ բզդիկ պետք չէ անդեսել, բզդիկ դեսնել, որովհետև անգիալ սորվելիք թասն ունիմ, կամ ունինք, նույնիսկ կենթանիներ են ու փնուտեն են, ու պավե որ թիդող լանք։ Շնորհակալ եմ ինգերվիրու բիդա։ Ես եմ շնորհակալ։ Այժմ պիտի փոխանցենք մեր նոր շունչի երիտասարդ անդամներուն։ Հրամեցեք։ Սորվելու հանգրվանները։ Սորվելուն փոխարժեքը գա։ Ժամանակեն առաջ սորվողները աժան քինով գսորվին։ Բաշտոնադարները սորվողները ազատութենեն զրկվելով գսորվին։ Փորձելով սորվողները քինը վճարելով գսորվին։ Կյանքեն սորվողները ուշացածի ավելումով գսորվին։ Իսկ նույնիսկ կյանքեն չսորվողները իրենց վատնած կյանքովը գսորվին։ Շնորհակալ ենք կրնի։ Վարանց խնդրենք։ Օրենքս ես պիտի գարտամ միասնականության փերածը։ Թագավորը օրը իր 3 տղաներ կկանչե քովը շարքով։ Մեզին գուդա նոր չվանով մգաբված դրցակ մնետ և անգե գուզե, որ կդրե զանոնք։ Զավագը աբարդյուն կփորձե կդրել, նդերը չեն կդրիր։ Երբ երկրորդը գուկա, անգել նույնը գուզե, բայց անալ չի գրնար կդրել։ Հետո երրորդը գուկա, անորալ գսե, որ նդերը կդրե։ Աննախ նդերուն գնայի, հետո եղբայրներուն դրցակին մեջ են մեկ նետ կհանե և կդրե։ Հետո 2, 3, մինչև որ վերջացնե բոլորին կդրելը։ Թագավորը գսե. Ահա այսպես տղաք, ինձ մե վերջ եթե միասին մնաք, ոչ մեկ ուժ ցեզի գրնա հաղթել, բայց եթե խառնակություն, փեն և ադելություն մտնե մեջերնիդ, այս աշխարհեն անհետ ցևով կբաժնվիք գերտակ։ Շնորհակալություն։ Որքան հարմար է այս օրերուն որպես նվեր ստանալ, մեր ասկի նվերը թողնա այս միասնականություն և միասնականություն։ Աբրիկ, մեր սիրելի երիտասարդներ, որոնք ոչ միայն սիրով, այլ նաև մտածելով, հետաքրքրությամբ կմիանան մեզի և կներկայացնեն երիտասարդական իրենց շունչով, հբարդենք քարնիով և վարանթով այս բարակային այսօր։ Խնդրեմ ընկերուի Անահիտ։ Եվ այսպես է շարունակում գրել ընկերուհի Սալբի դուստրը իր YouTube-յան էջում։ Մայրս և ես հավատում ենք, որ նույնիսկ ամենափոքր պատմությունը կարող է մեծ իմաստ ունենալ։ Այս պատմությունների միջոցով մենք հույս ունենք կիսվել գաղափարներով, խթանել մտորումներ և ստեղծել մի տարածք, որտեղ դու կարող ես կանգ առնել, լսել և զգալ ոգեշնչում։ Ուստի մի պահ
վերցրու, հարմար տեղավորվիր եւ վայելիր ճամփորդությունը մեկ պատմություն, մեկ անգամ։ Եվ այս տողերով շարունակենք մեր հարցազրույցը ընկերուհի Սալփի Եթերյանի հետ։ Եվ իմ առաջին հարցը, սիրելի ընկերուհի Սալփի, Համեցեք։ հասարակության որ խավին են պատկանում ձեր թարգմանությունների հերոսները, կերպարները, ովքեր են նրանք։ Ամենաբարձր խավեն մինչև ամենաբարձն է իմ նյութերուս տերասանները։ Եվ այո, կարծեմ Ձեր պատասխանը ասեր, այո, բարձրակույն է մինչև սովորական խավին են պատկանում։ Օրինակ այս վերջին կտորը, որ դու կարդացիք Շեքսպիրի եւ գիտնալով, որ Շեքսպիրը ընդհանրապես մարդու ներաշխարը եւ զգացմունքներն է, զգացմունքների մասին է խոսում, որ այդ զգացմունքները ինչպես ճակատագրեր կարող են փոխել։ Այս ձեր կտորը, որ կարդացիք, կարող եք մատնանշել, օրինակ հերոսն այդտեղ ով էր։ Հերոսը ով է։ Այո, արդյոք Ռամիկ Մարտին է, թագավորն է, իշխանականն է, թե չի նշվում։ Չի նշվում։ Չի նշվում։ Ուրեմն կարելի է լինել ամեն ոք։ Այո։ Երկրորդ հարցս, դուք ինչպես մոտեցաք ձեր թարգմանությունների մեջ, ինչպես մոտեցաք անթարգմանելիներին, այսինքն այդ դարձվածքները, բառախաղերը, լեզվախաղերը, որ թարգմանելը դժվար էր, ինչպես մոտեցաք դրանց։ Օդար սելացևերը մեր հասկանալիք ծևին բերի։ Այսինքն նախատեսության գազմություն, երբեմն արջևի նախատեսություն հետև գտանիս, այսպես պիտի խաղաս հետը, որպեսզի շիդակ դա եւ գարտացողը շուտ հասկանա ծիրուն։ Այսպես է բերի։ Եվ այդ լեզվախաղերը հայերենին մոտեցնելով, որ ձեր առաջին լեզուն է, արդյոք իր օրիջինալ գրվածքի ոճը կամ բնագրի ձայնը չփոխեց։ Չէ, չի փոխել, Այո։ Երբ նախատեսությունները բաժնվի գետատրությամբ կամ եւ այլն, նո չի փոխի։ Ինչպես որոշեցիք տոնը, որպեսի Տոնը հասկացվելու համար կորզածեցի գետատրության նշանները եւ պետք է ազատեն երկխոսություն հրի։ Դայլոգ օրինակ այս մեկը Որնորեն Թոլստոյն է, հիմա դեստեք ինչպես տոնը պահված է։ Հարստություն, աղքատություն։ Դայլոգ կորզածածի մասոր մեջ։ Որ մը շատ հարուստ մարդը իր դղան հետ արնելով մարդոց որքան աղքատ լալը ցույց տալու համար քյուղ մգդանի։ Շատ չունի որ ընտանիքի մդունը մեկ ցերեկ եւ մեկ գիշեր գանցեն։ Դեպի քաղաք վերադարձին հայրը դողունգը հարցնեն։ Ինչպես տեսար մեր ճամփորդությունը։ Եթե պաշտեմ նոր քիծ լուսանց կանցնի, շատ ավոր էր հայրիկս կպատասխանի դղան։ Հաջորդո դեսար չէ, թե մարդիկ որքան աղքատ կրնան լալ։ Հաջորդ կանցնի, այո։ Լավ, ինչ սորվեցար։ Նորդո, հետևյալը դեսա, որ մեր դունը մեկ շուն, իսկ անոնց դունը չոր շուն գար։ Մեր դունը բարդեզին գես հասնու ավազան մգա, իսկ անոնց կիլոմետրներով երկարով արվագը։ Մեր բարդեզին մեջ ներածված լամպեր կան, անոնց բարդեզին մեջ աստղեր։ Մեր փագը բադեր ունի, իսկ անոնց փագը գերգարի մինչև հորիզոն։ Դուղուն խոսած ժամանակ հայրը զարմանքեն փառն իսկ չգրնարսել։ Եվ դղան գավեցնե։ Մեր որքան աղքատ լալը ցույց տալու համար շնորհակալ եմ հայրիկս Թոլստոյ։ Այսպես երկխոսության վերանացի։ Իր օրիգինալ սկզբնաղբյուրը Թոլստոյի գրությունն էր դայալոգի ձև է, թե դուք փոխեցիք դայալոգի։ Ես փոխեցի, եթե օրինակ քով 4-ին դողի մեջ գրված է, ես ասանք զադեցի, որ
ավելի տիրունը լա Գերյանայի դեսա հետո վարի դոսարքին էսա մարդ տիրուն գասկնանա որտեղ գերվագայենք գարտալու բնադրի ձայնը չփոխեց ոչ բայց ավելի հայերենով ավելի դյուրըմբռնելի է այո շատ լավ շնորհակալ մնգերի սալպի 4-րդ հարցես Արդյոք դուք ինչպես ապահովեցիք բարերի կամ խոհերի ռիթմն ու հոսքը որպեսզի լավ եւ բարձրաձայն հնչեղություն ունենա իր օրիջինալի նման Բաբանեցի ճիշտ իմաստ դվող նախատեսություններ գազմելով եւ շարքին ուշադրություն դարձնելով Ինչպես Տոլստոյի վերը գարտացածս իսկ այս մեկը գարտամ հոսքին համար օրինակ դեստենք ինչպես Խոսած է որ Դորոթի Լոնոլտեն է Թեր Գաբրի 1925-ին ծնած է ամերիկացի քրողը եւ family counselor է Հիմա դեստենք ինչպես հոսի օրինակրությունը Երեխան ինչ որ ապրի այդ կսորվի վերնակիրը Եթե փոքրիկ երեխամը անտատար քննադատված է թադաբար դելու համար հել գսորվի Եթե, ուրեմն, եթե ով գսկսի իով բարով վերջանը, եթե ադելության մտնոլորդի մեջ մեծած է, գրվիլ գսորվի, եթե ծաղրվելով վարգապեգված է, փողոքել ամճտալ գսորվի, եթե շարունակ ամոթի սկացումով տաստիարակված է, ինքզինք մեղատրել գսորվի, եթե հանթուր ժողականությամբ տաստիարակված է, համպերադարը լալ գսորվի, Եթե կաչալերանք տեսած է, ինքնավստահ լալ գսորվի, եթե կովապանված ու հավնված է, կնահադել գսորվի, եթե մեծդա սկալով թե ինք ընդունված է, սիրել գսորվի, եթե փոքրիկ երեխաները մեծդան բարեացագամության գսորվին, թե աշխարհը ապրելու համար քեղեցիկ դեղմն է, ես մեզի չուզեցի միան օրինակ դալ կրության, այլ որպես իմաստ մեսեջ դեսագավոր ցակ շնորհակալ Ուրեմն այստեղում թե իմաստը եւ թե ձևը ռիթմն ու հոսքը պահել է եւ իմաստն էլ փոխանցել է բարերով բայց խոր իմաստ Եվ ամենը զատ դողերով գրեմ Շատ լավ Երրորդ հարցումն է իմ ընկերի Սալպի որ ձեր ինչ ազդեցությունների ենթարկվելու ձեր ընթերցողը Եվ ինչպեսի ջանք եք դրել ձեր ինքնուրույն ձեռագիրը պահելու ձեր այս թարգմանություններում Իմ ընթերցողս գրնա սկալ որ մեկը իրեն մխտեց արտնցուց գամ փամը հիշեցուց որովհետև ասպաները գարտալը կգարտան բայց նորեն հիշելը մեր ցերկն է անալ եթե ուզենք Ձեր թարգմանած պատմություններն ինչպես ապահովեցին, որ շարունակվի հետաքրքիր ու գրավիչ լինել հայ մարդուն, հայ երեխային, հայ երիտասարդին։ Ապահովեցին նյութերու տեսականությամբ, խորությամբ, գարջությամբ եւ լեզվի ու ոճի բարձությամբ, որովհետեւ մեր կյանքի մեջ տեսակավոր մարզեր կան ու մենք մեր կյանքի ամեն մեկ շրջանին տեսակավոր բաներու կհանդիպինք։ Ուրեմն ընթերցողը ինչպես լա իր անձին մոդիկ մի քանի պատմություն պիտի գտնե։ Օրինակ այս մեկը, որ օրինակ գարջի, որպես գարջություն ցեզի։ Պլատոին հարցուցեր են. Մարդ Արարածի վերապերմունքի որ գեդը ցեզ ամենաշատ կզարմացնե, մանկութենները ցանցրանան ու մեծնալու գաջաբարել։ Հագարակ որ իրենց մանկությունը կգարոտնան։ Դրան շահելու համար առողջությունին կգործընծեն, ներողություն, իսկ հետո իրենց առողջությունը վերստին գտնելու համար դրան կտապեն։ Վաղվան մասին մտահոգվելով այսօրը կմոռնան, ուստի ոչ այսօրը եւ ոչ ալ վաղը գաբրին։ Փնավ չպիտի բահանանքի պես գաբրին, սակայն փնավ չաբրազի պես գմահանան։ Այս բզդիկ քրքին մեջ ասիգա 8-9 դող է, բայց եթե նստիկ խոսելու մեկ ժամ գրլան խոսիլ ասոր վրա, ասիգա գարջության օրինակներ, որ պլատոեն է, ինչպես ինք Քրիստոսի առաջ 4-րդ դարուն ապրած
Իմ ու փիլիսոփա է։ Իսկ երիտասարդին գրավիչ դառնալը ցույց դվող այս դողերը գարտամ ցեզի աշակերտուհիմը ջեմարանի որ քրկերս կնա ձեր ցուցանտեսի եւ գարտացած ու փամը գրած դերտի մեջ կանցասար դերտի մեջ դված էր որ ես հիացա իրեն այդ դարիքին 15 տարեկանին ասի անպայման 5-րդից մեջ բիծեմ քրությունը եւ ասիկա փաստի որ երդասարտներն ալ քրավիչ կուկա Այսպես գրած է, քիրք մը գարտալով ցանկս փոխվեց, ուրեմն 4 քիրքերեն դողեր արեր գրերը։ 2021-2022 դարաշրջանի ասկային քարին եփե ջեմանալի դարեգան քրքի ցուցանտեսը հետաքրքրական էր։ Ցուցանտեսին նպատակներ աշակերտները ցանոթացնել քիրքերու ընդարձակ աշխարհին եւ քաչալերել ընթերցալությունը։ Ինչպես բոլոր աշակերտները ես ալ քաչալերվեցա քիրք մարնելու եւ ընթերցելու։ Անցյալ դարի գարտացի Սարպիկ Ջանետերյանի թարգմանած քիրքերեն մեկը քունավոր նյութերը այս դարի գարտացի դեսանգինը Աբրիլ Խոգալով ու Սկալովը եւ ցանկի նկատմամբ որոնք շատ հաճելի ու սրդից խոսող քիրքեր էին երբ վերոյշյալ քիրքերեն երրորդ ընթերցեցի ցանկի նկատմամբ տեսակետս բոլորովին փոխվեցավ Քիրքը կպատմեր, թե օրը դարեց մարդը իր աշակերտները հավաքելով հարց կուտա անոնց։ Եթե գիտայիք, որ վաբիդի մահանակ այսօր ինչ կնեիք, ամենեն երիտասարդը գսել։ Գարձեմ գարստվեի մորս հետ, որուն հետ 3 ամիս է իվեր չեմ խոսի։ Ուրիշմը դիգնոջուս քեզ գսիրեմ գսեի, որովհետև մեր ամուսնացած օրեն իվեր անոր սերս չեմ հայտնած։ Դարեց մարդը անոնց թարնալով գսե։ Այս բոլորը անելու համար ինչու մահվան կսպասե։ Երբ առաջին անգամ գարտացի այս դողերը ստապեցա եւ բռնեցի անոնց իմաստը։ Ես ալիքզինքիս հարց տվի, թե ես ինչ կնեի։ Հավատացեք, մտքիս մեջ գազվեցավ անելիքներով այնպիսի սյունակը, որում բոլոր մանրամասնությունները մինչև օրս գործի չվերածեցի։ Այս պատմութենեն իմացա ժամանակի կարևորությունն ու արժեքը Մեր յանքի մեջ ետ դարձ ունեցող 3 բաներ կան. ժամանակ, խոսքեր եւ արիտներ։ Ժամանակը մեկում համար գանք չարներ։ Ուստի յուրաքանչյուր վարքյանիդ արժեքը քիծիր, զանոնք հadouk անձերու հետ բաժդեկցե, որբեսի շատ ավելի օգտակար լան։ Սերլի Մգրդիչյան։ Արերը քիրքից պատմություններեն դողեր, իրար հետ շաղեր, ասիգա մեջտեղ ֆերերը։ Ասա որպես դասարտերուն գրավիչ Կալը ծիզգատը։ Այո, շատ հաճելի էր ապրես այդ աշակերտուհին, որ այդպես գեղեցիկ շարադրել է եւ որովհետեւ դուք նորից նախքան իմ վերջին հարցման անցնելը, որովհետեւ դուք մեջբերում կատարեցիք Պլատոյից, չգիտեմ հանդիպել եք ձեր թարգմանությունների մեջ Քարանձավի արակը կամ Քարանձավի ստվերները Պլատոյին, որ ինչպես նա նկարագրում է, որ Քարանձավում մարդիկ նստած են եւ միայն կարող են իրենց դիմացի պատին են նայում եւ արիթը չունեն իրենց ետ նայելու։ Հիմա պատկերացրեք, որ այս եւ ինչ որ տեսնում են առարկաների ստվերներ էր, որ անցնում էր, ստվերները պատի վրայից անցնում են։ Եվ հիմա պատկերացրեք, որ մեկը ազատվում է եւ դուրս է գալիս Քարանձավից եւ առաջին անգամ տեսնում է իրական առարկաները, տեսնում է արևը, ծառերը, լույսը եւ սկզբում շփոթվում է, որ այնինչ որ իրենք որպես ստվերներ են տեսել, դա իրականություն չէ, իրականություն այսը որ դուրս է եկել աշխարհ եւ տեսնում եմ եւ նա երբ որ վերադառնում է Քարանձավ եւ փորձում է դա բացատրել մյուսներին նրանք չեն հավատում իրեն, որովհետև իրենց համար ստվերներն էր միակ իրականությունը։ Այսինքն մի խոսքով Պլատոն ասում է մի ընկալիր արտաքին տեսքը, մի բան որ այսօր մենք պետք ունենք նաև մեր երիտասարդությամբ եւ մենք ամբողջ մարդկությունը գուցե կամ գոնե այստեղում Ամերիկայում, ասում մի ընկալիր արտաքին տեսքը, այլ իրական էությունը, ճշմարիտ գիտելիքը պահանջում է դուրս գալ Քարանձավից, մտածել ու խորը եւ քննադատաբար մտածել։ Դա նշանակում է մեր երիտասարդությունը TikTok-ից, Instagram-ից եւ այս շան, որ միայն կատարյալ կյանքեր են ցույց տալիս,
դուրս գար եւ իրական կյանքը խոհելով, խորը քննադատելով սովորեն եւ դրա մեջ մեծ հաճույք կա։ Եվ այն վերջին հարցը ընկերուհի Սալմի, ձեր մարդկային կյանքի ընկալումը կարող է մի քիչ կրկնություն լինի, բայց խնդրում եմ մեկ անգամ եւս։ Այո, ինչու՞ չէ։ Մարդկային կյանքը իմաստալի ճամփորդումն է, ինչպես ասին, ու փեմի նման է, որ յուրաքանչյուրս իր անստավորությանը համեմատ իր թերը գխաղա ու գերտա։ Կարևորը ինքզինքը ջանչնա։ Գսեմ ու հետևյալը գարտամ ցեզի կյանքի հետ ճամփորդությունն է։ Տերևս երկար, տերևս կարճ ճամփուն վրա ենք։ Յուրաքանչյուր ցախողություն ցեզի համար մեգական անգյունաթարց է։ Մտահոգությունները մեգական զարիվարներ են։ Ընկերները երբեմն ոդնագն այսին գազի պեդալ գլան, զիպանգուդան, երբեմն ալ ֆրեն, բրեքս։ Թշնամիները Թրաֆիկի երթևեկության լույսերեն գարմիր լույսն։ Իսկ ընտանիքը ձեր ջամփուն վրա գտնվող զսկուշացման ցուցակները, ուշադրություն։ Կորձի կյանքնալ խորտուպորտ հողի դարաձությունն է։ Սակայն եթե վարելանույթի, այսինքն գազոլինի ամպարմիտ լեցուն է ձեր սկզբունքներով, անշուտիրուն չէ սկզբունքներու դերելալը։ Եթե շարժիչը մոտորը ձեր գամքին չափ լավ աշխատող է, եթե հավատք ընձայած ամեն բան դարձած է ձեր ապահովակրությունը, այսինքն սիգորտան, ձեր ցանկացած դեղը անգասկած կհասնեք։ Գամքի ընկալուց պատասխանը ասեր, ընկերուհի Անահիտ։ Ու պատասխան զգզարտարեմ Օմար Խայամեն խոսքովը, որ ասած է շնչած ամեն մեկ շունչիդ արիդ դուր, խոդ չես, միդի չձլիս կրկին։ Բարսիկ քրող է, Օմար Խայամը ապրած 1048-ին 1131-ի միջև, եղած է թվապանակետ, քրագանակետ, բանաստեղծ, աստղապան, փիլիսոփա։ Այո, շատ շնորհակալ Օմար Խայամի քարյակներն ռոբայատ են ասել պարսկերենով, քարյակները շատ համբավավոր են, ինքը դրանով ավելի համբավ է ստացել, որ կարճ խորիմաստ քարյակներ ունի կյանքի անցողիկության, մահվան անխուսափելիության եւ ճակատագրի մասին եւ առօրյա մարդու կյանքի լավ ու բարոր ապրելու մասին։ Եվ վերջապես շատ շնորհակալ եմ ընկերուհի Սալպի, որ այսպես հանգամանորեն եւ օրինակներով պատասխանեցիք մեր հարցումներին, ուժուկով եւ բառած ճանապարհ ձեզ։ Սաբորուն։ Իմաստուն անցնա, երբ անաբադին մեջ իր աշակերտներուն հետ նստած էր, ինչպես կզանազանեք քիշերը ցերեգեն, հարց կուտա անոնց, ճիշտ երբ կսկսի մութը, երբ ամեն կողմ գլուսավորվի։ Աշակերտներեն մեկը գսե, հերուն գտնվող հոդին գնայիմ, ոչխարը այդեն երբ կրնամ զանազանել, ասել է թե իրիգուն եղած է։ Գարկով ուրիշ խոսքարն է եւ ուսուցիչը սկսե։ Երբ թզենին ցիտաբդուղի ձարեն գզանազանեմ, կգիտնամ որ արդու եղած է։ Աշակերտները հետաքրքրված կհարցնեն. Դուք ինչ կմտածեք։ Ուսուցիչը կպատասխանե. Երբ քալած ժամանակս թիմացս գին մելե, քեղեցիկ կամ դքեղ, սևամորտ կամ ջերմագամորտ, առանց փախտadություն տնելու անոր գրնամ քույրս անվանել։ Երբ դարձյալ, երբ կքալեմ, թիմացս ելո դղամարդուն հարուստ կամ աղքատ, առանց նայելու ասկին, ցեղին, գրոնքին, գրնամ եղբայրս սեբել զայն։ Ահա այն ադեն կգիտնամ որ արդու եղած է, լուսավորումը սկսած է։ Նարդի, Թավլի, Բարսիկ գայսրին հարյուրաբեդի բյուզյուր մեհերի կողմե 1400 դալիներ առաջ պատրաստված նարդիի խաղը աշխարհի ամենեն ջանցված խաղերը մեկն է։ Խաղին խաղապարը ժամանակի իմաստեն առնված, ժամանակի թեմ գանքում մնալը իրոք շատ տպավորիչ է։ Նարդին որպես տարվա ընդգրկումը յուրահատուկ բնույթ ունի,
Իր մեջ թեմթիմած այդ 6 դնակները ամիսները կներկայացնեն։ 15 բաց քույն եւ 15 կոց քույն քարերը, ամսվան 15 քիշերները ու 15 ցերեկները կհատկանշեն, իսկ 12-ական բարաբությունները ամեն մեկ կողմի օրվան 24 ժամերը։ Շատ-շատոնց հնդիկ կայսրը Բարսիկ կայսրին ջադրագի խաղի կողքին երկդող մղրգած է, որում մեջ խաղի մասին որևէ բացատրություն տված չէ, բացի հետևյալը. ով ավելի հեռադես է, ով ավելի լավ գիտե, ով ավելի գխորհի անգշահի։ Ահա այս է կյանքը։ Բարսիկ կայսրը իր հարյուրաբեդին, որուն կվստահեր Բազուր Մահիրին հետ միասին գարտալով սույն երկդողը Բազուրին գսե, որ վերլուծի այս խաղին խաղալու գերբը եւ ինքնալ ուրիշ խաղը հնարե եւ հնդիկ կայսրին ղրգե։ Բազուր շաբաթներով աշխատել է եւ իրենց ուղարկած ջադրագի խաղին բոլոր քարեր ու շարժումները կվերլուծե եւ կհասկնա։ 10 օրվա մեջ նարդի խաղը կհնարե եւ կայսրին կներկայացնե։ Հնդիկ կայսրին խաղի կողքին երկդող մնալ կգրե ու գսե. այո, ով որ ավելի կխորհի, ով որ ավելի լավ գիտե, ով որ ավելի հեռադես է, անգշահի, բայց պետք եղածը քիչմը փախտն է։ Ահա այս է կյանքը։ Գալենք։ Երևի այժմ արիտն է, որ այս զում հարթագին արիտ դանք մեր քրասեր անհատներուն, որոնք միացած են այսօր, ցեվով մգարձեք այսօր կյանքը ներկայացվեցավ ընդհանրապես, խոհերով եւ խոսքերով, եւ դակավին չսված խոսքերով։ Հնական է ամեն մեկս մտածեցինք, խոգացինք, բայց անպայմանալ հարցումներ ունենք։ Ես պիտի ուզեի, որ մեր բոլոր ներկաները արիթ ունենան հարցնելու եւ կամ գիսելու իրենց մտքերով եւ կամ առավել փայլք մտալու մեր երեգոին, ինչպես նախապանից մեջսի։ Խնդրեմ, հարցակը ցերն է, հրամեցեք, ազատ սկացեք։ Այգուն ցես Բաղդի Գոհանյան, Orange County համասկային են։ Նախ առաջ կուզեմ շնորհավորել համասկայինը մանավանդ քրական միավորը, որ այսպիսի մարկրիկներ հաջող մեզի կդրամատրե։ Մասնավոր շնորհակալություն ընկերուի Եթերյանին, անձնապես չէի ճանչնար ոչալ լսած էի իր մասին, շատ հետաքրքրությամբ լսեցի եւ իրավես երանելի արվեստ մնե։ Ես ունեի մի քանի հարցումներ, այժմիական տարաշրջանի պատմվածներեն ինչ ունիք թարգմանություններ, իսկ հայկական պատմվածներուն մեջ օրինակ Թումանյան կամ եւ այլն հագարակ թարգմանություններ կատարած եք, իսկ չեմ կատարած։ Չեք կատարած։ Չէ։ Իսկ այս բոլոր տարաշրջաններում մեջ են ամենան հատկանշականը որ տարաշրջանն է, որ դուք հետաքրքրված եք մեջ։ Անտիկ Հունաստանը։ Անտիկ։ Իսկ ձեր գիրքերը պատկերազարդ են։ Վերջինի մեջ ամիկ բաղմության դակ ինչ որ էր բանը բզդիկ դգար մտրած եմ մադիդով կծվածի պես և էջերը ամեն զարտարված են հայկական մոտիվով և բոլորին գողքերը իմաստունին ասի օրինակ գյանքի նգատմամբ ասել է թե մեծը թուք ձեր զավագին ձեր կիցածը կփոխանցեք անշուշտ մեջի նյութարին համեմատ վերնակիր զդացեմ հոս եկավ քիչ մտածելով ապրելու բայց մտածել միան չի պաբեր սկալով ալ երորդի եկավ քունավոր նյութեր ամեն տեսակ նյութ կա անգեր բարեկամ ան չորորդի եկավ դեսանգին որ ամեգի իր անգինեն գնայի վերջինի մեջ արդեն անշուշտ ես ագբեստամ ավելի սկսան ինձի արժանիքները կարևորություն ներկայացնել արժանիքներ ծրի ադալ գլոր է
Ես Նայիրին եմ, համասկայնական անշուշտ, Բոլորին խոսածին մեզ ես շնորհավոր եմ ցեզի Աբրիկ ընկերուի եթերյան բացարիք կորց գնեք հարցումներս արագ մանսին որ ուրիշներուն ալգարկա առաջին հարցումս Հայաստան որ երթանք գրադուները գրախանութները լեցված են թարգմանություններով Տոլստոյը Պլատոյը եւ այլն արևելահայերեն դուք նախքան սկսիլը այս արևմտահայերեն թարգմանությունը ովևէ research բամարիկ ցեվը փոխելու կամ ավելի հաճելի դարձնելու համար ինձ շատ դժվար էր այդ թարգմանությունները գարտալը որովհետև նախասեմ որ 20-ական 30-ական թվականներուն թարգմանված են անոնք լրիվ արևելահայերեն բայց հիմա արևմտահայերեն բանը դեսնելը այսինքն վերջնը վստահ եմ որ շատ ավելի հաճելի պիտի լա մեզի կոնե մեր տեսակին համար հարցումս մենք համասկայինը սկսած ենք մեծ աշխատանքիմը որովհետև մենք բոլորս կգարտանք օդար գրականությունը թարգմանված հիմա մենք սկսած ենք մեծ աշխատանքիմը թարգմանել մեր գրականությունը անգլերենի եւ այդ գրականությունը հասցնել օդար գրախանութներ ոչ միայն անգլիախոս հայերուն համար, այլև օդարներուն համար։ Ովևէ խրատ կամ գարձիկ ունիք ընթացքին մասին կամ ինչ տեսակով սկսիլ, որ մեկը հաճելի գլա չլար այսպիսի research-ներ ըրած թարգմանության բարակային։ Եվ անշուշտ հադուկ օրենք գա թարգմանությունը ճիշտ եղածին պես ընելու, բնակիրին պես, թե ոչ ցեզի պես կարելի է ազատ լալ եւ փոխել։ Կարելի է փոխել, բայց ամեն անգամ որ բան պիտի փոխեք, պետք է եթե հեղինակ ողջ է, հեղինակին ցույց կտակ եւ ինքը գանաչ լույս կվարե, դուք կհրադարագեք։ Իմ ամեն գրածներս խոսակցական լեզվով է, շատ թիրուն գացեցի, ճիշտ կարծեք ես դեր թիմացը նստած ասեմ, որովհետեւ արդեն իմաստը բարդ է։ Դեր ես ալ եթե լեզուն բարդացնեմ, չլար։ Քիրք ուրեմն ասիկ ինչպես պիտի զադեք, քիրքն եթե առաջին 100 էջը, եթե հաստե, չգաբեց ցեզի, իսկ ինձի համար 10 էջ, եթե չգաբեց, մենք կողմ գտնեմ։ Անոր համար պետք է զադեք շատ լավ քիրքեր եւ քիչ մտեսակը չեղող քիրքեր։ Otherwise, let's unga. Այո, ճիշտ է։ Շատ շնորհակալ եմ։ Մարտկենից գադար Աբրիկ։ Մերսի։ Ադամ մորցասելու Աբրիկ քրական միավոր գեցեք ամեն շաբաթ առանց հոգնելու առանց դադամսելու այս հարթակը գփանակ եւ մեզի գհրամցնեք այսպիսի մարկրիտներս եմ Մարտկենից գադար շատ Աբրիկ Շնորհակալ ենք Գերույն Նայիրի լսելու համար այդ խոսքերը ամեն բարակայի ըսին արդեն նույնիսկ եթե լուր մնան այսինքն մեզի հետ եղողները լուր մնան մենք կհասկանանք իրենց ներկայությունը մեզի համար մեծ քաչալերանք է Փարենիշ պիտի չսեմ որովհետև երբեք աշխատանքով որ գնենք Փարենիշի համար չեն գներ այլ ընդհանրակը որովհետեւ միասին մտածենք միասին առաջ երթանք որովհետև վերջապես կյանքը միայն ապրելով չէ ինչպես Սալփինալ ասած էր թարգմանած էր կյանքը նաև ըսկալով է այդ ըսկալն է, որ մեզի նոր կյանքի, նոր ապրելու դակավին այդ, ասենք, խրախուսանքը գուտա եւ գքաչալեր է։ Վստահ եմ, որ արդեն ցևով մը քրասերը, որ գգարցա, գարթալը մտածել գուտա, իսկ մտածելը ապրում գուտա։ Ապրելով ալ կմտածենք, մտածելով ալ կապրենք։ Բոլորս ալ լրության մեջ մեր խոսքը ունենք։ Կկարծեմ, որ այս երեգո քիչ մը ավելի մտածելու արիթը պիտի ունենանք եւ վերջապես կյանքը պետք է իմաստավորել եւ մենք այդպիսին ենք։ Այդպես ալ պիտի շարունակենք։ Միայն մեկ բան ավելի պիտի ինենք։ Կյանքը հաջույքով պիտի ապրենք։ Դժվարություններն ալ պիտի տեսնենք Բիդի ապրինք, որբեսի թյուրացնենք, և անոր համար, ինչպես որ սկսավ մեր երեգոն, ես անգամ եվս պիդի մաղթեմ, որ մենք ամեր ասկային կետնի վրա մեր հավատքը չգործընծնենք, հավատանք և կործենք, և միշտ միասնականությամբ թողլանիգա։ Մենք կրկան միավորի անունով, ես կուզեմ այսօր գրգին անգամ երախտագիտություն հայտնել, հանցինս առաջին հերթին
ընկերուի Սալփիին, որ ինչպես ասի, որպես հայ գին եւ հայ մայր արիցը կդած է խոգալու, մտածելու, կործելու եւ ստեղծագործելու։ Քրիչդ անսպար, միտքդ միշտ փայլուն, ինչպես նաև ներկաներու միտքը այդպես է վստահ եմ, այլապես չէին միանար այս երեգո եւ անպայման վստահ եմ, որ բոլորս ալ փամը արած բիդի հերանանք քիչ հետո եւ խաղաղ քիշեր ցեզի մաղթելով շուտով սպասեցեք մեր հաջորդ անմիջական ծրագրին, որ գերգին շատ հետաքրքրական պիտի ելլա։ Հիմա չեմ հայտարարեր, բայց շուտով հայտարարությունը կտեսնեք, միացեք մեզի միշտ, որտեղ ցեզմով կկաչալերվինք եւ ցեզմով նորանոր ծրագիրներ կփորձենք մշակել։ Անկամը եւս վարձկտ կդար ընկերուի Սալփի խոսքը ցերն է, խնդրեմ։ Ուրես առաջին քիրքիս որպես վերջապան գրերեմ, ուրիշ բան մնալ բարդականություն գսկամ լսելու որպես հայ, թեև ուղագից ձևով այս քիրքին հետ գապ չունի, բայց որպես առաջին գաբս ցեզի հետ սկացումս եւ մտածումս այս նյութի մասին ուզեմ ցեզի հայտնել, քանի որ մենք օդար երգիրներ գաբրինք եւ քիչ ենք, Երանի յուրաքանչյուրս սկա մտածե եւ իքորց տնե որևէ բան, որ գնա անել, դալ, ներկայացնել իր ասքին, որբեսի որակավոր ջանցված հայը մնա որակավոր, գայուն փոխանցելով հաջորդներուն միշտ վերելք ունեցող միտքեր եւ խնդրան մի մորնակ, երբեք ուշ չէ խոսքը։ Շնորհակալություն բոլորիդ։ Աստուծյամբ կփաժնվենք, որովհետեւ խաղաղությունը բահենք մեր մեջ։ Շոպենը, քանի որ ստիպած եղել է Վարշավայում Ֆրանսիա երթալու, գարոդը սկացել իր երկրին հանդեպ եւ ազգ դորը հորիները։